Գրեգորիոն ու Կրկին Գրեգորիոն գոլ էր խփել գույն թիմը։ Ամենայն դեպս համոզվեցինք այդ կադրերից Ռուի Մոտան եւ 57 Գոնսալո Սիլվա։ Հենակետային կիսապաշտպանը Յան Էտեկին է համար 88, նրանից մի փոքր առաջ կտեղակայվեն Գոր Մանվելյան համար 27 եւ Զավեն Խուդավերդյանը համար 24։ Արարատի դեմ նախորդ հանդիպման համեմատ մեկնարկում է խաղը, սկսում են տանտերերը դաշտի կենտրոնից եւ միանգամից Սիլվան երկար փոխանցուց գալու։ 3 գնդակի առավելություն ունեն այս պահին Նոայի ֆուտբոլիստները։ Գրենիկ Պետրոսյան միացնում է Գրոյին Ալմեյդային, բայց ուժեղ էր փոխին։ Լավն էր հարվածը, Մաթևոսյանը դժվարությամբ է հեռացնում նույնիսկ 2 փորձից։ Անվելյանը պատրաստ է Գրենիկ Պետրոսյանը փոխանցման, նրա ուղղությամբ չխաղաց Մարկոսն է հարվածելու եւ նորից դարպասապանկյունային։ Հենց Մարկոսն է իրացնում և նորից բրոնզներով հեռացնում է Մաթևոսյան, ացել էր հաշիվը և վտանգավոր պահեր էր ստեղծում։ Ալմեյդա խաղում է առաջ, Մատեուս Սայաս, այսօր նա իր շանսը պետք է փորձի օգտագործել, հարվածային է դիրքը, պատխարարքման փորձ Աուվալից։ Հիմա նրա ուղղությամբ էր փոխանցումը կարծես խաղից դուրս վիճակում էր, բայց մրցավարը դեռ դրոշակը չի բարձրացնում, Աուվալ հարվածում է Սուրանկյան տակ, որը Կոմեաչ Միլկովիչն է այստեղ արդեն Ցածից փոխանցում Խուդավերդյան, ինչ գեղեցիկ գոլ էր։ Հիասքանչ գոլ է խփում Նոան եւ մասնավորապես Խուդավերդյանը։ Հեռավոր վերին անկյունը ուղարկեց գնդակը, Մաթևոսյանը ոչինչ չկարողացավ անել։ Ծափահարում է Մոտան, ծափահարում են Աբովյանի ստադիոնում հավաքված երկրպագուները։ Բրավո երիտասարդ հայ ֆուտբոլիստին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ։ Իսկ ամեն ինչ սկսեց Ալմեյդան կենտրոնում պատխարարքեց, ուղարկեց աջ, Միլկովիչին վերջինս ցույց տվեց կրոս է կատարելու, բայց հետ է ուղարկում եւ հարվածը որքան լավն էր։ Այստեղ կարևոր չէր ուժեղ հարվածել, այլ կարևոր էր դիպուկ եւ ճիշտ բարձրության։ Եվ տեսեք ինչպիսի հարված է կատարում դեպի հեռավոր անկյունը։ Շատ գեղեցիկ գոլ է խփում Նոան։ Դուրս է գալիս, ապա պաշտպանները նույնպես պետք է նրան հետևեն, կորսում է գնդակը Գանձասարը, եւս մեկ հարված Խուդավերդյանին։ Մանվելյանը փորձում է շրջանցել Զաքարյանին, որոշում է խաղալ կենտրոն, Գրենիկ Պետրոսյանը հարված կանգնեց հիմա Ալմեյդա դեպի Մանվելյանը եւ կարող է հարվածել գորը։ Փորձ ստանդարտը գորն էր իրացրել եւ ըստ երևույթին այս անգամ Ալմեյդան կհարվածի կամ փոխանցում կկատարի։ Ահա նրա հարվածը մոտակա անկյունը Մաթևոսյանը սպասում է նման Մանվելյանը դեպի Գրենիկ Պետրոսյանը։ Վերջինս հետաքրքիր փոխանցում էր մտած հաճախ նույն շարժումներն են կատարում, ահա բարձրից փոխանցումը եւ գոլը խոսքից վրա Միլկովիչ ասիստ է գրանցում եւ տպավորիչ գոլ է խփում Մատեուս Սայասը գլխի հարվածով։ Շատ շքեղ գոլ էր, նորից հիասնում է Նոան իր գրողների զարգացման բազմա շերտ գործողություններով եւ հերթական անգամ տեսանք, թե ինչպես նրանք կարող են առաջին այսքից ոչ տիպիկ, բայց եթե հիշում ենք նախորդ գոլերը, բավականին հաճախ կիրառվող կոմբինացիայով գոլը խփել։ Մատեուս Սայասը կարևոր գոլ է խփում, նա մրցաշրջանի ընթացքում անընդհատ կիսում էր կենտրոնական հարցակողի դիրքը Գոնսալո Գրեգորիոյի հետ։ Նույնիսկ հստակ պատկերացում չկար, թե ով է կոնկրետ հիմնական 9 համարը Նոայի, բայց այս մրցաշրջանի այդ եւ վտանգավոր պահը քիչ էր մնում գոլով ավարտվել, բայց ստացվում է հարվածը Մաթևոսյանի ուղղությամբ, ով հերթական անգամ ֆիքսում է գնդակ։ Այսպես զարգացավ գրոհը, Մանվելյանը ստացավ, տարավ ձախ, հարվածեց, կենտրոնով ստացվել։ Մեյդանեն գնդակի մոտ կարծես փոխանցում է վերջապես հետևելու, լավն էր փոխանցումը, գլխով հարված եւ հեռացնում է մրցակցի անճշտությունը գնդակի վերահսկման հարցում Միլկովիչ Բարսից դեպի տուգանային հրապարակ տարիներ շարունակ Մարկոս անունով ֆուտբոլիստները մեզ մոտ շատ լավ փոխանցումներ են կատարել եւ հարված կոտրեց։ Ալաշկերտում խաղալու ժամանակ նա
Հրավեր ստացավ Պարտիզանից եւ Սավադան իրացնելու է եզրային նետում։ Էմանուելի ուղղությամբ էր արված ընթացքից բարձրս տական։ Նրա կողքին առաջին կեսում խաղում էր Միքայել Նդիդին, հերվից արված, բայց Արցախի դիրքում մնացել է Սեյդու Կոնեն։ Անայ գնդակով ուղարկում է աճ այնտեղ Արագացև Գիասին հասավ արդյունքում գնդակը հարձակվողին։ Շուտով նաև ինչպես սպասվում է 19-րդ հավաքականում էլ կսկսի խաղալ Գրենիկ Պետրոսյան գլխով հարվածներին, ինչպես քիչ առաջ խոսում ենք հիմա Այասն է գնդակով, տանում է ձախ ոտքի ուղղությամբ հարվածում է սա կամ չափազանց շատ է վերջին շրջանում մարզասրահում աշխատել, մկանային զանգվածը կարծես մեծացել է նրա եւ հիմա էլ տեսեք այն պահանջում է գնդակը կորցնելուց հետո անմիջապես նահանջել Գիասի այ ֆուտբոլիստը չէր շտապում Օմարը որոշում կայացնել պատխարկում, ծախով է հարվածում Այասը եւ հեռացնում է Մաթեվոսյանը արագ փոխանցումների միջոցով Նոայի ֆուտբոլիստները երկար փոխանցում առաջ դեպի կոնց։ Նրան հազվադեպ ենք տեսել այս մրցաշրջանում։ Իսկ Մատեուս Այասը այնպես է միտված գոլ խփելում, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը երաշխավորած կլինի։ Եվ այս ամենը, եթե իհարկե Նոան չեմպիոն դառնա, իսկ չեմպիոնական պայքարը դեռ արժևում է, իսկ գոլը Անդարտ իրացնում են կապանցիները Քոչարյան, հարված էր սա, բայց եւ այժմ նրա վերադարձը կայացած է։ Շատ լավ փոխանցում դեպի Այասը, պետք է եզրափակել բրազիլացին, չի կարողանում դա անել նորից ու նորից փրկում է Մաթեվոսյանը, իսկ Չինարին իր գոլը խփում է։ Անհավանական ռմբարկողական ցուցանիշները գրանցում ալբանացին Հայաստան տեղափոխվելուց հետո իր կարիերայում երբեք այսպիսի արդյունավետ մրցաշրջան չի ունեցել, որքան 2024-25-ը եւ դա հենց առաջին տարին է, որը նա անցկացնում է Հայաստանում։ Մատեուս Այասը փորձեց իր գոլը խփել, Մաթեվոսյանը դա թույլ չտվեց, իսկ Չինարին կարողացավ երկրորդ փորձից գրավել դարպասը։ Ահա Արտակ Դաշյանը, որը այսօր մնաց պայստայների նստանին, նա դեռ կարծես վերջնականապես չի ապակինվել վնասվածքից եւ թույլ են տալիս նրան մի փոքր էլ հանգստանալ։ Օմարն էր այս փոխանցման հեղինակը, հիասքանչ փոխանցման հեղինակը Այասը թվում է թե ձեռնունայն էր թողել Մաթեվոսյանին, բայց փրկեց դարպասապահ, իսկ հետո Այասը տեսնելով որ հարվածի տարբերակ չկա, փոխանցում կատարեց Չինարիին, վերջինս աջ ոտքով գրավեց դարպասը, հիշեցնեմ որ նա ձախլիկ է, բայց գոլ էր հեշտությամբ խփում է նաև աջով։ Բրավո, Նոային նորից հարցակման մեջ փայլում է այս թիմը եւ տեսեք որքան սառնասիրտ է Չինա։ Իսկ սա կարող էր արդեն գոլ կամ ասիստ չուներ Չինարին։ Այնպես որ այդ ցուցանիշը այսպես գրանցել է, տեսեք թե մարզավիճակն է հավաքում։ Գեղեցիկ էր հարված եւ 4-0 Ալմեյդա։ Ֆանտաստիկ գոլեր է խփում Նոան, մեկը մյուսից գեղեցիկ, տեսեք ինչպես գնդակը բաց թողեց Մատեուս Այասը բրազիլացին իր հայրենակից Ռիվալդոյի ոճով թողեց գնդակը, որը դա արել էր աշխարհի առաջնության եզրափակիչում 2002 թվականի։ Հիմա էլ նա այդպես գնդակին չդիպչելով, այսպես ստվերային ասիստ է կատարում իր թիմակցին եւ Ալմեյդայի կրակոցը գնահատեք։ Իսկ սա Օմարի փոխանցումն է, թողնում է գնդակը Այասը եւ Ալմեյդան այնպես է կրակում, որ հիանալի հանդիպում անցկացրած Մաթեվոսյանը արդյունքում 4 գոլ է բաստանում։ Այդքան փրկեց դարպասապահը, բայց 4 գոլ միևնույն է բաց թողեց։ Եվս մեկ անգամ Ալմեյդայի հարվածը առաջին հատվածը լավ էր անցկացնում, վերջնամասը տապալում է, չեն հասնում այլևս մրցակցի հետևից, Ալմեյդա գլխով հարվածով նա գլում է գնդակը Նոան, Օմար դեռ իր գոլը չի խփել։ Վնասվածքից ապակինվելուց հետո իսկ գոլը կխփի Չինարին, միթե այնտեղ խաղի դուրս վիճակ չկար։ Անկալի նաև ստոպ կադր լինի։ Ահա հարվածը, այո, կարծես կար եւ դժվար թե հակություն լինի, սպասում են ճիշտ պահին ստոպ կադր դնելու եւ որոշելու արդյոք այնտեղ գոլ կար թե ոչ։ Պատկասեք, եթե հենց գոլը լինի, ստացվում է
Չինարին ասպարեզ դուրս գալուց հետո շատ արագ 2 գոլ է խփում։ Այո, գոլը ամեն դեպքում չեղարկվում է եւ 4-0 է մնում հաշիվը։ Ավարտին հաշիվը 4-0 է, դիմակայության հաշիվը 7-0։ Հիմա 8-րդ գոլի հետևից է գնում Նոան Ալմեյդա։ Հետ փոխանցում հարված դեպի մոտակա անկյունը